Շնորհավոր նոր տարի, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այս 2025 թվականին ամեն ինչ արդեն ես իմ կողմից ասել եմ և ամեն ինչ ստուգված և ապացուցված տվյալներ են։ Մի քանի հարցերի չեմ պատասխանել։ Հայաստանում այսօր նոր ուժեր են հանդես եկել դրանց մասին և մի քանի այլ կարևոր լուրերի, դա նոր տարուց հետո երևի 3-ից սկսեմ արդեն այդ մասին խոսելը։ Իսկ այժմ խոսենք միայն շնորհավոր նոր տարի, հայացք, շնորհավոր նոր տարի, բոլորիդ նոր տարին շնորհավոր լինի։ Ինչ եմ այս նկարը տեղադրել, սա երկիր մոլորակի արեգակի շուրջը պտտման ուղեծիրն է։ Եվ ինչ է երկիր մոլորակը արեգակի կենտրոնից այստեղ հեռու, այստեղ մոտիկ։ Մենք այժմ գտնվում ենք այս դիրքում, այսինքն մենք բարձր ենք, դրա համար մեզ մոտ ձմեռ է, բայց արեգակից մոտ ենք, դա նշանակություն չունի արեգակից այդ մի քանի 100 կիլոմետրը մոտ ենք, թե հեռու ենք, կարևորը այստեղ նա է, մի քանի հազար, կարևորը այստեղ նա է, որ երկրագունդը ինքը գտնվում է պրիմուսի վիճակում, երկրագնդի արտաքին շերտերը պաշտպանում են նրան և ինչպես տերմոսի մեջ մենք թե ենք լցնում և երկար ժամանակ, ժամեր, նույնիսկ օր այդ նրա ջերմաստիճանը չի իջնում։ Բայց այստեղ արևի ճառագայթները արդեն, օրինակ եթե Հայաստանը այսպես գցենք այստեղ է, հիմա բարձրանում է այստեղ և դրա համար մեզ մոտ ձմեռ է, ինչ ենք նոր տարին նշում ձմռանը։ Իսկ այս դեպքում մենք ճիշտ է հեռանում ենք, բայց այս 22.5 աստիճան անկյունը թույլ է տալիս, որպեսզի մենք որքան հնարավոր է արևի ճառագայթները ավելի ուղղահայաց երկրի մակերևույթին, Հայաստանին ուղղվեն, դրա համար ամռանը մեզ մոտ տաք է։ Բայց նոր տարին ըստ հայ աստվածների միշտ հայերը նշել են ամռանը բերքի հավաքումից հետո։ Եվ եթե մենք դիտարկում ենք ամենահեռու այս երկու կետերը, ապա մեկը համընկնում է հայ աստվածների նոր տարվան, մյուսը համընկնում է բրուտագործների նոր տարվան։ Սա հետո են նրանք հնարել, երբ որ մեզնից գողացել են, թե ինչպես է շարժվում երկիրը արեգակի շուրջը։ Ինչի համար էր հարկավոր ամռանը հայ աստվածներին, քանի որ ամռանը բերքը հավաքվում է, ինչպես նշել եմ նաև բոլոր պիրամիդաներում, նախ պահեստավորվում էր բերքը, իսկ բերքի մի մասով նշում էին նոր տարին, որ նոր բերք են ստացել, որ Աստված, հայ աստվածները ստեղծելով այդ բոլոր ցանվող տեսակները ուտեստների, նրանք հավաքել են դա, մի մասը պահեստավորել, երբ որ այդ ամիսներին ավելի հեշտ է պահեստավորել, և մի մասով կատարել են արդեն նոր տարի։ Ճիշտ է, տարբեր ժամանակներ է նշվում, հուլիս ամսից մինչև օգոստոս ամիսը, թե երբ է տեղի ունեցել նոր տարին, ավելի շուտ 50,000 տարի առաջ դա
նշվել է միայն այն պահին, երբ որ եղել է այս կետում, ամենահեռու կետում, այս պահին է նշվել, այսինքն գիշերահավասարի պահին, իսկ բրուտագործները վերցրել են ձմռանը, և ձմռանը ունի նաև մի խորհրդանշանական հատկություն քրիստոնյաների համար, նոր տարի և բոլորը տեղադրում են նաև Եղևնի, զարդարում Եղևնին։ Սա 818 թվականի Հռոմի պապն է, որը կին է եղել։ Այս Հռոմի պապին տեսնում եմ, որ նա արդեն հղի է և ծննդաբերում է երեխա, որպեսզի կրոնը խայտառակ չլինի, քրիստոնյա կրոնը, այդ երեխային կտոր են անում և շպրտում Եղևնու վրա, բակում լինում է Եղևնի, իսկ երբ որ մարդիկ հավաքում են, թե այդ ինչ է, պատասխանում են ոչ թե ինքը, այլ մնացածը պատասխանում են եկեղեցականները, որ դա Աստծո բարիքներն է, պետք է զարդարել Եղևնին, և այդ պահից սկսած բոլոր քրիստոնյա երկրները ձմռանը տեղադրում են Եղևնի և զարդարում, այսինքն հայ աստվածները ավելի բարձր են իրենց ցանկացած մակարդակով և իրենց ընդունակություններով, քան այս կեղծիքը, որը տեղի ունեցել։ Նաև այստեղ ինչի պետք էր մատխաշ ծառները կտրել, ինչ-որ չեղած մի Աստծու աղոթել կամ նրա համար կամ տներում տեղադրել այսպիսի Եղևնիներ և զարդարել, երբ որ զարդարվել է սրա երեխայի մարմնի մասերով, թրով կտրտել և շպրտել են ծառի վրա, և դա իբրև դիտվել է, որ քրիստոնեության խորհրդանիշն է նաև Եղևնին։ Նորից եմ կրկնում, շնորհավոր հայ ազգի արևորդիներ բոլորիդ նոր տարին, և այս տարի ամեն ինչի մասին, որը կարևոր է եղել, ասել եմ, մնացածի մասին կխոսենք հետագայում, նաև այս մասին, որպեսզի երկար ձեր գլուխը չցավացնեմ, որպեսզի հասկանայիք նաև սա, և երկրի առանցքը ամառ, ձմեռ, գարուն, ամառ, աշուն, ձմեռ միշտ մնում է այս դիրքում, այս դիրքով նա միշտ շարժվում է Արեգակի շուրջը, և դրա համար գարնանը և աշնանը նույնպես մենք նկատում ենք փոփոխություններ, իսկ հատկապես ցուրտ լինում է ձմռանը մեզ մոտ հյուսիսային կիսագնդում, պարզ է, որ հարավային կիսագունդը ավելի ուղղահայաց է մակերևույթը Արեգակին, հարավային կիսագնդում հիմա ամառ է, իսկ հակառակը, երբ որ պերիհելիում է տեղի ունենում, մենք հեռանում ենք այստեղ, ապա այդ ժամանակ մեզ մոտ տեղի է ունենում ամառ։ Եվ նաև քանի որ Արեգակը շարժվում է այս ուղղությամբ, մի փոքր ասեմ և վերջացնենք, ամբողջ արեգակնային սիստեմը շարժվում է այս ուղղությամբ, ապա հյուսիսային կիսագնդի մարդիկ ավելի խելացի են, քան հարավային կիսագնդի մարդիկ։ Նաև այստեղ, որպեսզի ձեր մոտ նոր տարին անցնի ուրախ և հասկանաք, որ ովքեր են նաև մեղավորները, պատմեմ մի դեպք։ Ընկերներով գնացել էինք հանգստանալու անտառում, ինչպես ասում են, ջրի մոտ հաց ուտելու, և տղաներից մեկը ասեց, որ իր աշխատողներից մեկը մոտակա գյուղում է ապրում, ավելի լավ է այդտեղից վերցնենք 2 կառ։ Երբ որ գնացինք այդ տղայի տուն,
ասացինք երկու գար և ինչ պետք է վճարենք, նա երբ որ գարերը վաճառվում էր 50 ռուբլով, նա ասեց ամեն մեկին 80 ռուբլի, ասացինք այ տղա խո հիմար չես, հասել ենք քո դուռը մի բան էլ փոխանակ էժան տաս, գիտենք բերում եք և շուկայում վաճառում եք 50 ռուբլով, ասեց դե գարները բերել եմ ենտեղ վաճառելու, դրա համար էժան տվել եմ, որպեսզի տուն գնամ, իսկ դուք եկել եք էստեղ, ինչի պետք է էժան տամ, հակառակ տրամաբանություն, որ ինքը քաղաք չի տեղափոխելու, ինքը քաղաքում դա չի կանգնելու ժամերով վաճառի, ավելի թանկ է վաճառում։ Երբ որ տղաներով իրեն հետ բազար էին անում և ուզեցինք համաձայնվել կամ մի ուրիշից վերցնել, ես իր մորը հարցրեցի, ինչ է նա այդպես անում, ասեց դե էստեղ բոլորն էլ այդ ձևով են անում, մենք այս գյուղի մարդիկս իրար հարևան բարեկամներ ենք, ասացի օրինակ իր կինը ձեր հարսը, ձեր ինչն է հանդիսանում, ասեց այս մեր հարևանի աղջիկն է, և այդպիսով թարգեցի, հետո մի երկուսս գնացինք այդ հարևանի տուն, ուշադիր լսեք, գնացինք այդ հարևանի տուն, որպեսզի նրանից գար գնենք, հարևանը ասեց, ենտեղ ավտո է կանգնած, բա դրանք ովքեր են, ասեցինք մեր տղաներն են, այդ սուրիկը թանկ է տալիս մեզ, դրա համար եկել ենք քո տուն, ասեց այդ շան որդին, ինքը իմ պես է նա, քրոջս տղեն, համ քրոջ տղեն է, համ իր պես է նա միշտ էլ թանկ է տալիս, ես 60-ով կտամ, վերջ այդ մարդուց առանք ինչն էի ուզում էստեղ ասել, երբ որ գենը նշանակություն չունի, 50,000 տարի 7 պորտը պահպանել է, բայց վերջին շրջանում կատարվում է բարեկամների մեջ ամուսնություն, ապա նրանցից ծնվածները վիժվածքներ են, և այդպիսի դեպքեր ինչ շատ է հանդիպել, դրա համար ասում եմ, այդ բոլոր ոստիկաններ, գյուղապետեր, համայնքապետեր, Նիկոլներ, Սերժիկներ և այլն, դրանք բոլորը արդեն վիժվածքներ են, իսկ հայ ազգի դեռ մեր նմանները գոյություն ունեն, դրա համար շնորհավոր հայ ազգ, ովքեր դեռ վիժվածք չեն դարձել, բոլորիդ նոր տարին և կխոսենք նոր տարվանից հետո, շնորհավոր և բոլորիդ երջանկություն, ամենակարևորը առողջություն և առողջ դատողություն։